Անվտանգության ոլորտից խոսենք։ Այստեղ առաջնահերթությունները ինչպես է պատկերացնում Ուժեղ Հայաստանը։ Ուժեղացնելով մեր տնտեսությունը, մենք ունենալու ենք արժանապատիվ, երկարատև, կայուն խաղաղություն։ Ժողովրդական ալիքի վրա իշխանության եկած մարդիկ վերջին 8 տարում ապացուցել են, որ իրենց իշխանությունը պետք էր առաջին հերթին սեփական կյանքը բարելավելու համար, սկսած միլիոնավոր դրամների պարգևավճարներից մինչև առանձնատներ, որոնք կառուցում են կամ ձեռք են բերում այսօրվա պաշտոնյաները։ Դուք ինչպես եք պատրաստվում համոզել մեր ժողովրդին, որ ձեզ իշխանությունը պետք է ոչ թե սեփական թիմը հարստացնելու համար, այլ Հայաստանը ուժեղացնելու, հարստացնելու համար։ Դրա համար գալիս են արդեն հարստացած մարդիկ, ովքեր հարստանալու կարիք չունեն։ Մենք հարստացնելու ենք հայ ժողովրդին, ի տարբերություն ներկա իշխանություններին, ովքեր բյուջեն լցնում են սեփական գրպանները։ Պարոն Կարապետյան, ոչ միայն այսօր, այլ ընդհանրապես շատ խոսում եք նրա մասին, որ միանշանակ հաղթելու եք այս ընտրություններում։ Հետաքրքիր է, որտեղից է այդ վստահությունը, սոցիոլոգիան է, թե այլ տեղից, որովհետև տնային կալանքում եք եւ ժողովրդի հետ ուղիղ շփվելու հնարավորություն էլ չունեք։ Ինչ վերաբերվում է տնային կալանքի պայմաններում, այնպես է ստացվել, որ կալանքում նույնպես հեշտությամբ կարելի հաղթել Փաշինյանին։ Պարոն Կարապետյան, ապրիլի 1-ին, երբ Ռուսաստանում տեղի ունեցավ Վլադիմիր Պուտինի եւ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը, ակնհայտորեն Վլադիմիր Պուտինը իր աջակցությունը հայտնեց ձեզ, թեև որևէ անուն չնշվեց, բայց վերլուծաբանների գնահատմամբ խոսքը հենց ձեր մասին էր։ Դուք ինչպես եք վերաբերվում Վլադիմիր Պուտինի այդ աջակցությանը։ Հայաստանի քաղաքական դաշտի ապօրինությունների մասին այսօր գիտեն ամբողջ աշխարհում։ Մեր մասին ասում են ու գրում են Վաշինգտոնում։ Մեր մասին ասում են ու գրում են Լոնդոնում։ Մեր մասին ասում են ու գրում են Փարիզում։ Ռուսաստանում ամենաբարձր մակարդակով դրա մասին ասվեց։ Բայց դա չի նշանակում, որ մենք դիրքորոշում պետք է ունենանք դրա մասին, քանի որ Փաշինյանը այսօր ամեն ինչ անում է, որ Հայաստանը դարձնի գերտերությունների բախման կենտրոն, ստեղծելով քաոս, Հայաստան բերելով 300,000 ադրբեջանցիների, իսկ մենք հասկանում ենք, որ 300,000 ադրբեջանցի բերելով մենք ստիպված ենք լինելու հայկական բանակում ունենանք ամենակիչը 10,000 ադրբեջանցի ծառայողներ։ Դրա համար մեզ պետք է նոր ուժեղ առաջնորդություն, որպեսզի մենք կարողանանք հավասարակշռել մեր բոլոր միջազգային գործընկերներին։ Կցանկանայի հենց ձեզնից լսել, թե այս ծրագիրը փոքր բիզնեսին աջակցելու եւ նրանից ոչ մի տոկոս հարկ չգանձելու տարբերակը ինչպես է աշխատելու։ 0% հարկը մեր տնտեսական ծրագրերի ամենահեշտ պունկտն է դա։ Մեր հակառակորդների ֆանտազիան նույնիսկ չի երիկում, որ կարելի է ոչ թե բիզնեսին աջակցել, այլ գոնե մեկ մարդու աջակցել։ Դրա համար իրենք փորձում են իրենց խոսույթներով ամեն ինչ վարկաբեկել, որովհետև իրենց գլխի մեջ չկա ոչ մի ընդունակություն հասկանալու նույնիսկ ամենահասարակ ծրագրերը։ 300,000 աշխատատեղ եք խոստանում ստեղծել իշխանության գալուց հետո 5 տարվա ընթացքում, բայց գիտենք նաև, որ հատկապես իշխանական թևից կան մաթեմատիկական հաշվարկներ այն մասին, որ դա գրեթե անհնար է եւ դրա համար շատ մեծ ներդրումներ են պետք, եթե հաշվի առնենք, որ եթե գործնականում դա հնարավոր է։ Կասեք, ինչպես եք դա անելու։ Իշխանության մաթեմատիկան միջև 5-րդ դասարանի մակարդակի է։ 300,000 աշխատատեղ կարելի է ստեղծել Հայաստանում 5 տարում ոչ շատ մեծ դժվարությամբ։ Դրա համար պետք է լինի առաջերտին նվիրվածություն։ Մենք հիմնվում ենք նաև մեր անձնական հնարավորությունների վրա, մեր
գործընկերների վրա, մեր սփյուռքի հայրենակիցների վրա, վերադարձնելով վստահությունը Հայաստանի նկատմամբ, մենք լուրջ խտանելու ենք ներդրումային հոսքերը Հայաստան։ Պարոն Կարապետյան, հիմա եթե եկակ իշխանության Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու եք, փորձելու եք գնալ նման քայլերի, թե ոչ։ Մենք թույլ չենք տալու այն սխալները, որը կատարեց ներկա թույլ իշխանությունը։ Մենք վարելու ենք արժանապատիվ ճիշտ բանակցություններ, բերելու ենք գերտերությունների երաշխավորությունը, որովհետև ես վստահ եմ, Հայաստանի նման պետությունը չունենալով լուրջ երաշխավորություն, դառնալու ենք, ինչպես ասեցի, գործիք Ալիևի ձեռքերում։ Դրա համար այդ ուղղությամբ մենք վարելու ենք ճիշտ քաղաքականություն, լավ հարաբերություններ ենք ստեղծելու գերտերությունների հետ, տարածաշրջանային բոլոր երկրների հետ եւ ունենալու ենք արժանապատիվ երկարատև խաղաղություն։ Պարոն Կարապետյան, շաբաթներ առաջ դատարանի դահլիճում ճեպազրույցի ժամանակ հայտարարեցիք, ձեր խոսքը ուղիղ մեջ բերեմ, Փաշինյանը բուժման կարիք ունի։ Փաշինյանը օրերանց արձագանքեց, ասաց, որ ինքը վերջին 10 օրը հարբուխ է եւ շնորհակալություն հայտնեց իր առողջական վիճակով հետաքրքրվելու համար։ Հարբուխը նկատի ունեիք, երբ ասում էիք, թե Փաշինյանը բուժման կարիք ունի։ Հետևելով Փաշինյանի անհասկանալի քայլերին, եկա հետևության, որ ինքը հիվանդ է, բայց ես իրոք մտածում էի, որ կոնկրետ հիվանդության մասին։ Ես պատկերացում չունեի, որ ինքը շատ հիվանդություններ ունի։ Եթե ձեր նկատմամբ քրեական հետապնդումը չլիներ, քաղաքական հայտ ներկայացնելու էիք։ Դուք կարող է իմ ասածները լիրիկայի ժանրից ընդունեք, բայց իհարկե եթե չլիներ իմ նկատմամբ քրեական հետապնդում, եթե չլիներ Փաշինյանի վերջի տարվա անկանոն շարժումները, հարձակումները թե մարդկանց, թե մեր ինքնությունների վրա, ես նույնիսկ ամենավատ երազում չէի պատկերացնում ինձ քաղաքական դաշտում, բայց եթե հարցը մեր Հայաստանի կորցնելն է, բոլոր ցանկությունները, բոլոր լավ կյանքի ամբիցիաները երկրորդ պլան են գնում։ Արդյոք վտանգ չեք տեսնում, որ մինչև նորընտիր խորհրդարանի առաջին նիստը Փաշինյանը թիմերի օրինակով կփորձի ազդել ձեր թիմի падգամավորների վրա, նրանց դեմ քրեական գործեր հարուցելով կամ այլ մեխանիզմներ կիրառելով։ Դուք թերագնահատում եք մեր ժողովրդին։ Մենք ունենք ուժեղ ընտրող, ունենք ուժեղ ժողովուրդ, դրա համար մենք ունենալու ենք ուժեղ Հայաստան։